Լեան ուրա։ Ուրա Լեան։ Մամայի հետ վերևում բարձացա։ Գոնե դուք կասեք ինչա կատարվում։ Շնորհավորում եմ։ Կյանքիդ գերագույն նպատակը աղջկա դժբախտացնելն էր։ Ստացվեց։ Հիմա գնա ու այդ մտքով ապրի։ Լեա կանգնի։ Սպասի Լեա։ Իսկ քեզ ես ուղղակի խղճում եմ։ Որովհետև հորդ ճանապարհն ես բռնել։ Դու այնքան անսիրտ ու անհոգի տականք ես, որ անգամ չգիտես երեխեքդ ինչ ծնունդ են լինելու։ Դու այնքան սրիկա ես, որ մի օր չնստեցիր քրոջդ հետ խոսես ու պատմես։ Պապային հանկարծ չնեղացնես, Գրիշ ջան։ Սպասի։ Ուղղակի սպասի։ Որովհետև ինքը քեզն հենց ոչնչացնելու, որ ամեն օր մխկը տալով օգնություն մանգաս։ Շարունակեք այսպես նվաստացած ու ստորացած իր տիրապետության տակ ապրել։ Որովհետև է դա ձերը։ Դուք դրան եք արժանի։ Մանանին բերեցիր ստեղ, որ ինչ։ Իմանալով հանդերձ, որ պապան իր հորն ա սպանել։ Բերեցիր հանուն ինչի։ Որ հորդ պես քեզ հաղթած զգաս։ Քանի կոպեկ արժել է հաղթանակդ։ Անցին ես դու Լեա։ Լեա նստի։ Հերո գնա! Հերո գնա! Չես հասկանում ուզում եմ մեռնես! Ասում եմ քեզ! Լեա հանգստ։ Ինչ ես ասում տա! Ձեզում եմ բոլորից այդ մեկը մեկից! Գնաս տեղից։ Չեմ ուզում դեմքդ տեսնեմ։ Գնա ասում եմ։ Գնա! Դավիթ դե պատասխանի։ Ասա մանան։ Մեռա զանգելով ինչի չես պատասխանում։ Ասա մանան։ Ինչ ա եղել, պատմի հասկանամ։ Հունան ինչ ա արել։ Հիմա դու քեզ տես ձև ես տալու իբր բանից անտեղյակ ես։
Երդվում եմ, չգիտեմ ինչ ա եղել։ Չես պատկերացնի ինչ վիճակա տանը, մենակ ձայները պիտի լսես, Լեան անդադար գոռում ու լացում ա։ Ինչ ա եղել, Լեոն ինչի եկավ, այդտեղ ինչ ա եղել։ Մանան, ես էլ չգիտեմ, ոչ մեկս չհասկացանք։ Հունանը Լեային կանչեց, ինչ որ բան ասեց ու Լեան կորավ։ Հա բայց ախր ինչ պիտի ասած լինի, որ Լեան էս վիճակում լինի, ասում եմ, չես պատկերացնի ինչ ա կատարվում տանը, վախենում եմ ներս մտնեմ, տպավորությունն ա, որ ներսում մարդ են սպանում։ Լեոն հələ դեղա։ Չէ, դրսում Լեայի հետ ինչ որ բան խոսացին ու գնաց, զանգում եմ, զանգերից չի պատասխանում։ Ես էլ չեմ կարող հետը կապի դուրս գամ։ Լավ, սպասի հասկանամ ինչ եմ անում։ Լավ, խնդրում եմ, իմ հետ կապի եղի էլի։ Հա, լավ։ Լեա ինչ ա եղել։ Խնդրում եմ, ասա ինչ եղավ, Լեոն ուր գնաց։ Լեա։ Ինչ էր ասում։ Լեան, Հա, բա ով ինչ էր ասում։ ոչ մի բան։ Գնա Լեային տուն բեր։ Չի գա։ Գնա երեխուս տուն բեր։ Ձայնդ չբարձրացնես։ Ու հանկարծ նես տպավորություն չստեղծես, իբր ես ամեն ինչից դու տեղյակ չէիր։ Ես քեզ չէի զգուշացրել, թե ինչա լինելու։ Ես քեզ զգուշացնում եմ։ Քեզ էլ այդ Լեոին էլ։ Ցանկացածին կսպանեմ, եթե Լեային հանկարծ ինչ-որ բան լինի։ Չէր ասում աղջկա դասա։ Ասեցի։ Թե մտածում ես դու մեղքից ազատված ես։ Ինչքան ինձ մեղադրես, այդքան դու ես մեղավոր լինելու։ Ինչքան ինձ կեղտոտ ես, այդքան դու ես կեղտոտվելու։ Գիտես մինչև հիմա ինչի այդ Լեոին չեմ սատկացրել։ Որովհետև աղջկատ եմ խղճացել։ Տնով տեղով չեմ վառել, որովհետև աղջկատ եմ խղճացել։ Մանանին, որ ես տուն բերեցիր, Լեային էր խղճում։ Դե Գրիշին էլ խղճայր։ Գրիշին խղճալ պետք չի։ Ինչի, որովհետև տղա է։ Ինչի չես հասկանում, որ երեխեքդ քո արածների համար են պատասխան տալիս։ Ինչի չես գիտակցում ուսերիդ բեռը, թե թափ ես տալիս անցնում ես առաջ։ Տեսար այսօր ոնց էր աղջիկդ գետնին ընկած տառապում ու գոռում։ Երբ ես հասկանալու, որ ինչից փախչում ես քո դեմը դուրս գալիս։ Ինչից վախենում ես քո առաջա դուրս գալիս։ Ինչի հենց այսօր ասեցիր։ Որովհետև հասկացել ես, որ էլ ոչ մի զենք չի աշխատում, չէ՞։ Գիտակցում ես, չէ՞, որ երեխեդ ոչ քեզ աներելու, ոչ ինձ աներելու, ոչ Գրիշին աներելու։ Որ ամուսնանալու իմանար այդ ժամանակ կներեր։ Նորից եմ ասում։ Այդ սրբի կերպարից դուրս արի։ Դու ինձնից լավը չես։ Ինձնից հոգատար չես։ Ինձնից լավ ծնող չես։ Նորից եմ ասում։ Լեային մի բան եղավ, չեմ նայով դիմացս կանգնած։ Ճիշտ էր ասում Լեան։ Հաղթեցիր։ Լավ է հիմա։ Դու Լեոյի հորն ես նույն չափորոշիչներով հաղթել։ Դու մինչև հիմա այդ երկաթի կտորը ձեռքիցդ վայր չես գցել։
Մինչև հիմա երազի մեջ վեր ես թռնում, ոչ թե որովհետև մեղքի զգացումը քեզ խեղդում է, որովհետև մարդ ես սպանել, այլ որովհետև հասկանում ես, որ չես հաղթել։ Մտածում ես մարդ սպանելը տենց հեշտ բան է։ Սպանելու ես ու երանության մեջ ապրես։ Այդ նույն կյանքը քեզ տես ինչ ընտանիք տվեց, որ բոլորը քեզ նախանձեն։ Քեզ հարստություն տվեց, որ վայելքների չափ ու սահման չլինի։ Քեզ երեխեք տվեց, որ քեզ աշխարհի տերը զգաս։ Ու տեսար ինչ ստացվեց։ Դու մտածում ես պատահականությունա, որ քո երկու երեխաները սիրահարվեցին Սարգսյանների։ Այդ ճակատագրի հեգնանքն է, այդ վրեժը։ Պատասխան տալու ժամանակն է։ Ու էստր սկիզբն է։ Դու էլ պատրաստվի։ Դու էլ ես այդ կեղտի մեջ։ Ու այդքանով հանդերձ իմ այդ դու ընտանիք ես սարքել։ Որ վարկյանին այդ մեղքից քեզ ազատված զգացիր։ Կյանքը քեզ քո տեղը ցույց է տալու։ Ու գիտես քո իրական տեղը որն է ինը։ Իմ կողքին։ Գրիշ, ես քեզ կյանքում սենց վատ վիճակում չեմ տեսել։ Ախր զգում եմ, որ շատ վատ բան է եղել, խոսա էլի հետս խնդրում եմ։ Պարզ երևում է, որ այն ինչ եղել է նաև իմ ընտանիքի հետ է կապված։ Մոռացի ոչ մի բան չի եղել։ Եղել է։ Ինչ ա արել պապատ, որ վերջը սենց եղավ։ Աբի ես շատ իմանամ ինչ արել։ Գիտես, որ չիմանայիր հիմա կգնայիր Լեայի հետևից, տեղ չէիր մնա։ Մանան ասում եմ մոռացի անցի առաջ վերջ։ Ուշացավ դահում։ Դե չեմ ուզում էլի զանգեմ պապի։ Տեղից ներվայնացած է։ Բայց զանգի իմանանք որտեղ է։ Բայց չես ուզում զանգես իմ հեռախոսը բեր, ես զանգեմ։ 10 րոպե ենք սպասում, եթե չեկավ նոր կզանգեմ։ Այ Աստված, վայ Լեո ջան։ Ես ձեր արա։ Սպասի Լեո, ինչ ա եղել։ Խոսա։ Ինձ ոչ մի հարց մի տվեք։ Ախպերս կասես ինչ ա կատարվում։ Դա ոչ չգիտեմ ինչ ա կատարվում։ Չգիտեմ ինչ ա եղել, ոնց ա եղել, ինչ են ասել Լեային կամ ինչի են ասել։ Մարդը 5 րոպեում որոշումը փոխեց։ Ասում էլ չեմ ուզում հետդ շփվեմ, Դավո ջան։ Այսքան բանն ա եղել։ Էլ հարցեր չտակ ինձ ախպեր։ Բա ոնց հիմա չէ, թեմ դրանց հերը չանիծեմ ես։ Դե դու էլ հանգստացի, միայն կռիվանելով չի։ Բա վիճակը տենում ես։ Հա, տեսնում եմ, բայց համբերենք, թող հանգստանանք, բարձրանանք մոտը, նոր հասկանանք ինչ է կատարվում։ Այ պապի ինչ հասկանանք լավ։ Ա դրանք մարդ չեն պապի։ Մոտը չբարձրանաս։ Հանգստացի, թող ուշքի գա հետո։ Ինչ կանար։ Բան չէ, դու ասա, տանն ես արդեն։ Հա, տանն եմ։ Մի տեսակ ես դավ թե ինձ ա թվում։ Նար, մի հատ զանգի Լեային ու հասկացի ինչ ա եղել։
Այսօր Լեան մեր տուն էր, բայց հերը եկավ ինչ-որ բան խոսացին իրա հետ ու Լեան անհետացավ։ Այ դով երդվում եմ, թե չգիտեի, որ տենց մի բան լինելու է։ Ինձ որ ասեց, որ ձեր տուն է գալիս, ես տենց էլ գիտեի, որ մի վատ բան լինելու է։ Նար, դու հիմա Լեային զանգի, հասկանանք ինչ ա եղել։ Լեոն ուր է։ Լեոյի պահով ես կհասկանամ ինչ եմ անում, դու Լեայի հետ խոսա։ Լավ։ Հայրդ ամեն ինչ անելու է, որ դուք միասին չլինեք, այդ բարձից էլ բարձը։ Ես դրա պատճառը չեմ հասկանում, մամ։ Խնդրում եմ ինձ մի ընդհատի ու լսի։ Չէ, խնդրում եմ, արի իրար հետ հասկանանք, որն է պատճառը։ Ուղղակի հեռու մնա Լեոյից։ Ու փրկի քո կյանքը իրենն էլ հետը։ Մեղք եք։ Երկուստ էլ կործանվելու եք ու ոչինչի չհասնեք։ Այքուբ ջան, ես ինչ ես անում դու հասկանում ես, որ քայլ առ քայլ մոտիկանում ես քո կործանմանը։ Ով դա առավետ չկայացած լակոտը, որ դու դրա պատճառով պետք է ես ընտանիքին դեմ դուրս գաս։ Ինչ է արենի քո համար ընդհանրապես մեծ կարաս բացատրես հասկանամ։ Ոչ չկայացածը, ոչ էլ լակոտա գրիշ։ Սիրում եմ Լեոյին գրիշ։ Իսկ սերդ այնքան մեծ է, որ ամեն ինչին դիմակայի։ Հա։ Ես վստահաբար ասում եմ այո, ակնկալելով քո համաձայնությունը։ Ես չեմ տալիս իմ համաձայնությունը։ Դու չես կարող ամուսնանաս մի մարդու հետ, ում հորը ես տարիներ առաջ սպանել եմ։ Դուսը։ Իմացավ ինչ ա եղել։ Չէ։ Իսկ ուզում ես իմանալ։ Չէ, մամ։ Բայց հասկանում ես, չէ, որ երկար չենք կարող թաքցնել։ Ես մենակ մի բան եմ ուզում հասկանամ, մամ։ Երբ ենք հանգիստ ապրելու։ Մոռացի դրա մասին։ Ինչ մոռանալ է։ Մի տարի առաջ մեկը ասել մեզ ինչա սպասվում, խնդալս կգար։ Ով էր մեր տանատեսը իրար վրա գոր գրալ, լաց ու կոց, ես շատ իմանամ ինչ։ Ես ոչինչ չեմ կարող անել։ Բալավ Լեայի պահով ինչ պետք է անենք։ Չգիտեմ։ Ոչ մի բան չգիտեմ։ Մեղ կա, մամ։ Դու հասկանում ես, չէ, որ Լեան մեզ չի ներելու։ Հա դե պապ ջան, դու վաղտ կթար պատմես ինչ ա եղել։ Բա երբ ասեր։ Դե լավ էլի, մամ։ Հալիլ, Ման, ինչ կա ուր ես։ տանն եմ։ Ասացիր, որ միասին են գալու մոբայլ ցենտր, բայց զանգում եմ չես պատասխանում։ Հիմա չեմ կարող կներես։ Ման, քո մոտ ամեն ինչ կարգին, ա։ Չէ։ Կարող ես ասես ինչ ա կատարվում, որ հասկանամ քեզ ոնց օգնեմ։ Հետո կխոսենք էլի ինստիտուտում կհանդիպենք կպատմեմ։ Լավ։ Բարև ձեզ։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Բարև ձեզ։ Ինձ սմարթֆոն ա պետք։ Նախընտրած մոդելն եք։ Չէ, իրականում կուզեի, որ դուք խորհուրդ տաք։ Շատ եմ, մոտեցեք տեսնենք։ Կարող եմ առաջարկել Samsung Galaxy Z Fold 7 մոդելը, որը Samsung-ի բրենդում ծառայող սմարթֆոն է։ Մեծ ներսի AMOLED էկրանով, հզոր պրոցեսորով, բազմաֆունկցիոնալ տեսախցիկներով, AI հնարավորություններով, որը թույլ է տալիս սմարթֆոնն ու պլանշետը համատեղել մեկ սարքում։
Ես իրականում երկու նախընտրելի մոդել ունեմ, բայց ինձ թվում է սա կվերցնեմ։ Շատ լավ։ Ախպերս ցավը տանեմ։ Որ խոսած կհանգստանաս Լեո։ Խնդրում եմ, ասա ինչ ա եղել, ինչ են դրանք ասել։ Դավ ես չեմ ուզում դրանց մասին խոսամ, որովհետև զոզվում եմ դրանցից։ Լեո, մենք ուզում ենք քեզ օգնած լինենք, բայց դրա համար պետք է խոսաս, ասես, հասկանանք ինչ ա կատարվում։ Դավ, դուք ինձ չեք կարող օգնել։ Ախպերական գնացեք ներքև էլի։ Ես ուզում եմ պարկեմ մի քիչ։ Ուզում եմ խոսենք։ Ինչի մասին։ Այսօրվա կատարվածի։ Ես քո հետ խոսելու ոչինչ չունեմ։ Խոսքը նաև աղբորս ա վերաբերում։ Ուզում եմ իմանամ ինչ ա եղել։ Զարմանում եմ, գիտես։ Աղբերների տարօրում անցնում ես, հետո էլ գալիս աղբերների մասին ես ուզում խոսենք։ Ես իրավունք ունեմ իմանալու ինչ ա եղել։ Դե դեպքում զանգի աղբերների դիմացի։ Չէ, ձեզնից եմ ուզում իմանամ։ Ոնց երևում է գլխավոր կազմակերպիչը դուք եք։ Իսկ կարող ես կազմակերպեմ սրանից հետո դրսում քնես։ Ինչի համար եք հետս տենց խոսում։ Որ չափդ ու ձևդ ճանաչես։ Գնացիր ստեղից։ Չեմ գնալու։ Պիտի իմանամ ինչ ա եղել։ Ասացի գնացիր ստեղից։ Չեմ գնալու։ Հենց հիմա ասեք ինչ եք արել։ Հաստատ ուզում ես իմանաս։ Հաստատ ուզում եմ իմանամ։ Քեզ վատ չես զգա դրանից հետո։ Չեմ զգա, ասեք։ Ընկերս, բարի օր։ Լավ հարմար տեղավորվել ես էլի, հա։ Հա, ված չի։ Ինչ ա եղել ախպերս էլ ասա տենամ։ Որ իմանամ անպայման կասեմ սար։ Ընկերս, հերոսով խոսալով բան չհասկացա ինչ ես ասում։ Լեային ուզում էր տանիր ձեր տուն, միասին ապրեիք։ Ես ու Նարն էլ անհամբեր սպասում ենք ձեր ընթացքին։ Հիմա ինչ եղավ։ Ամեն ինչ շատ լավ էր։ Ուղղակի իդեալական էր։ Մինչև Հունանի մեր տանը հայտնվելը։ Չայկավ ուժով աղջկան հանեց։ Չէ։ Հոր հետ 5 րոպեով դուրս եկան խոսալու։ Ու դրանից հետո Լեան անհետացավ։ Բայց միջև այդ Սարիկ ինքը ինձ ասում էր, որ աշխարհն էլ շուռ գա մեզ ոչ մի բան չի բաժանի։ Ու որ ոչ մի խոսքը չի կարող ազդի իր որոշման վրա։ Ընկերս կարող է ինչ-որ բան եղել, կամ միասին ինչ ասել, որ չի կարացել մնա։ Հա բայց ինչ Սարո։ Ինչ պետք է ասած լինի աղջկան, որտես մի անգամից գնաց։ Ու հերիք չի, ես էլ հետևից գնում եմ, ինձ էլ է գրողի ծոցը ուղարկում աղբեր։ Ընկեր պատմում ես, բայց ոնց որ չհավատամ, որ դու Լեայի մասին ես խոսում։ Ես էլ չեմ հավատում, բայց կա այն ինչ կա։ Խեղճ պապս ու Դավոն էլ տենայր ինչ սեղան էին գցել Սարո։ Բարի գալուստ էին ասում, մեկ էլ հոպ։
Հեքիաթը ավարտվեց։ Չի կարող ձեր այդ մեծ սերը սենց ավարտվի։ Ես թքած ունեմ այդ չկողմնորոշված սիրո վրա։ Հիմա իմ համար կարևորն է, որ պարզեմ, թե ինչ ա եղել, ու հաստատ պարզելու եմ։ Բան եմ բաց թողել։ Այս տան միակ մարդը, որ ինչ-որ բան է բաց թողել, ոնց որ ես եմ։ Մեր խոսակցությունը կիսատ մնաց։ Ես այդ կարծիքին չեմ։ Դուք ինչ-որ բան էիք ինձ պատրաստվում ասել։ Իսկ ես ավարտեցի։ Ես չավարտեցի։ Տղա ջան, դու տղամարդ ես, թե պատից կախված նկար։ Եթե սրան կարգի չբերեցիր, երկուսիդ էլ կշպրտեմ դուրս։ Սա ով որ իմ հետ տենց է խոսում։ Արա դու գժվել ես, ես ինչ ծև ես խոսում հորուս հետ։ Ես պապայից հետ վախենալու պատճառ չունեմ։ Գիտություն քեզ ասեմ, որ այդ նշածս պապայի հաշվին ես դու ապրում, հագնվում, չգիտեմ, ու քո առօրյա ծախսերը հոգում, հասկանում ես, ու իրա տանն էլ ապրում ես։ Դե ուրեմն ավելի վատ քո համար էլի։ Պարզվում է ես իրոք պատից կախված նկարի հետ եմ ամուսնացել, որ ոչ թե ամուսնուս, այլ իրա պապայի հաշվին եմ ապրում։ Ստորից գժվել է։ Կայնիլ է։ Հեն նարե։ Չկա, չի պատասխանում մարդու աղջիկը։ Մի րոպեում մեզ ջնջեց իր կյանքից։ Դե որ Լեոին է իր կյանքից ջնջել, մեզ ինչի պիտի խնայեր։ Խել առես նարե։ Ոյ, գժվել եմ արդեն Հելեն։ Մեր ընկերուհու արածը անհետևանք չի մնացել։ Ախր Կարքին էլ չգիտենք ինչ ա եղել։ Դավիթը ինչ որ բան ասել ա քեզ։ Դե խնդրեց Լեայի հետ կապի դուրս գամ, հասկանամ ինչ ա եղել, բայց խնդրեմ, չեմ կարողանում Լեայի հետ կապ հաստատեմ։ Լավ, սուրճը լինի խմենք ու գնանք։ Ուր։ Լայնց տուն։ Չէ, լսի ամոթ հա, բայց։ Ինչն է ամոթ։ Հա, բայց գնանք ինչ ասենք, ինչի ենք եկել։ Նարե մեր ընկերուհին է, անհանգստանում ենք մեր ընկերուհու համար։ Եկել ենք տեսնենք ինչ ա եղել։ Թե պետք գիտես, երևի այս դեպքում պիտի ամոթը մի կողմ դնենք ու մեր ընկերուհու մասին մտածենք։ Պարզենք ինչ ա եղել։ Ասարım։ Լեան բնակարան է վարձել։ Դա ճիշտ են ասում, էլի որ կինը պետք է չաշխատի, ձեռքը պետք է փող չլինի, որ մտքով ինչ անցնում է չանի։ Պետք է հասցեն ուղարկեմ։ Արդեն պիտի ուղարկած լինե իրարամ։ Լավ, ես անջատեմ կուղարկեմ։ Շատ լավ է։ Աչքը դրան պահի, բայց նայ աչքին չերևաս, որ կատաղությունը վրա չթափի։ Հասկացա։ Տղերքին ասա թողեր նաև զբաղվեն։ Դու էլ Լեային ուշադիր եղի։ Իդեպ Էրնան տնից դուրս էր եկել։ Զանգում էի, որ ասեի, են էլ չպատասխանեցիր։ Ուր ա գնացել։ Որ գնացել էր, ավոնել էր այնտեղ, բայց իրարից հեռու էին։ Իմ մոտ նես տպավորություն էր, որ հետևում է ավոյին։ Ձեր տեսադաշտից չկորցնեք քրոջս։ Դու էլ աղջիկս ուշադիր եղի։ Եղավ։ Մենք նպաստում ենք մեր ընտանիքի քայքայմանը։ Ոչինչ կկարգավորվի։ Շատ հանգիստ ես խոսում։ Գիտես ինչի։ Որովհետև տունդ վերածել ես ռինգի։ Գիտես մեր տունը երբ է վերածվել ռինգի։
Երբ որ մեր երեխեքը գնացին ու կպանը Ռաֆի լակոտներին։ Երևի ես աշխարհում էլ ուրիշ ոչ մի տղա կամ աղջիկ չկար, այդ երկուսն էին։ Ես քեզ քանի անգամ ասեմ, որ պատահականություններ չեն լինում, որ ոչ ոք անպատեժ չի մնում։ Գիտես իմ համար կարևորը որն է եղել միշտ։ Որ դու միշտ իմ կողքին ես եղել, ոչ թե իմ դեմ։ Ես քո կողքին էի այն ժամանակ, երբ դու իմ երեխաների համար վտանգավոր չէիր։ Իսկ հիմա ես վտանգ եմ զգում։ Նեհա։ Դու հիմա լավ մամա ես, ես էլ վտանգավոր հայր։ Դու այն հայրն ես, որ իր սեփական երեխաների կյանքը քանդում է։ Տուն ու տեղից զրկում է։ Շատ լավ ես խոսում։ Շատ հետաքրքիր բնութագրում ես ինձ։ Բայց ես հիմա այդքան ժամանակ չունեմ դրա մասին խոսելու։ Աղջիկդ նոր հասցնել ուղարկել եմ հեռախոսիդ։ Գիտես Լեան որտեղ է։ Հա։ Երբեմն թերեշ պապան դառնում է շատ հոգատար։ Մտածում է իր երեխեքի մասին։ Ու գիտես ինչի։ Որ չհարցնես, բա ուր է երեխեն։ Տեղը գիտես թե չգիտես։ Բարև ձեզ։ Բարև։ Բարև ձեզ։ Բարև աղջիկներ ջան։ Կարող է անհարմար պահ ենք ընտրել հյուր գալու համար։ Ձեզ Հունանը ոնց որ բարկացավ, որ մեզ տեսավ։ Դուք կապ չունեք, ինքը մինչև էդ էր բարկացած։ Լեան տանն է, չէ։ Ուղղակի չենք կարողանում ոչ մի ձև հետը կապի դուրս գանք։ Մտածեցինք նույնիսկ հեռախոսի հետ կապված խնդիր կա։ Դրա համար էլ եկել ենք։ Լավ է կարել, որ եկել եք երեխեք ջան, բայց Լեան տանը չի։ Իսկ ուրա, դուք գիտեք ինչ ա եղել, չենք կարողանում հետը կապնվենք։ Ինչ որ բան գիտես դու։ Ես։ Քեզ Լեոյի եղբայր Դավիթն է ուղարկել մեր տուն։ Ճիշտն ասած ինձ անհարմար դրության մեջ եք դնում։ Ճիշտն ասած դուք էլ ինձ եք վատ դրության մեջ դնում։ Կներեք, պիտի դուրս գամ, դրա համար ներս չեմ հրավիրում ձեզ։ Չէ, կարիք չկա։ Եթե Լեան տանը չի, մենք կգնանք։ Հաջողություն։ Հաջողություն։ Տեսություն։ Դե մի զանգ եք էլի։ Չեմ ուզում ոչ մեկի առաջ արդարանամ։ Հատկապես երբ արդարացում չունեմ։ Երբ մեղք չունեմ։ Իմ միակ մեղքը մարդասպանի աղջիկ լինելն է։ Ես քո կողքին ուրիշ եմ եղել, Լեո։ Իրական Լեան հիմա քո դիմաց կանգնած է։ Գնա, Լեո։ Ես չեմ ուզում քեզ ցավ պատճառել։ Ճիշտ ես։ Ճիշտ ես։ Ես ավելի լավ գնամ։ Թե չէ համ քեզ ամելին ստեղ կսպանեմ։
ոնց եմ ապրելու առանց քեզ ու քո ատելությամբ։